Արցախի եւ Հայաստանի Հանրապետություններում մայիսի 9-ը եռատոն է, նշանավորելով հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։ 1992 թվականի մայիսի 8-ից 9-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ազատագրեցին ռազմավարական նշանակության Շուշիի բերդաքաղաքը։ Եվ ի պատիվ Շուշիի փառավոր հաղթանակի պաշտպանության բանակի հիմնադրման օր հռչակվեց մայիսի 9-ը։ Փաստորեն Ադրբեջանի կանխազերծած ագրեսիան գոյաբանական լուրջ խնդիրներ էր ստեղծել Արցախի հայ բնակչության համար եւ ինքնապաշտպանության մղումներով դեռևս 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբներին ձևավորվել էին կամավորական աշխարհազորային ջոկատներ, որոնք սպանձնել էին իրենց բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ Արդեն 92 թվականին Գերագույն խորհրդի փետրվարի 24-ի որոշմամբ պետական կարգավիճակ շնորհվեց այդ աշխարհազորային կամավորական խմբերին եւ փաստորեն սկիզբ դրվեց կանոնավոր բանակի կառուցմանը։ Բանակի կազմավորումից հետո բազմափորձ եւ նվիրյալ հրամանատարների համակարգմամբ ազատագրվեցին հայկական տարածքներ, ամրացավ պաշտպանական համակարգը։ 1994 թվականի մայիսյան զինադադարի կնքման օրերին ադրբեջանական զինված ուժերը բարոյալքված էին եւ գրեթե կազմալուծված։ Այժմ, երբ պաշտպանության բանակը դադարեցրել է գոյությունը, ոմանք գործող կառավարության նախաձեռնությամբ, ըստ Մհեր Հարությունյանի, իրենց ռազմաքաղաքական ձախողման մեղքը փորձում են բարթել հայկական բանակի ամենամարտունակ կազմավորման վրա, ստվերել նրանց հերոսական ուղին։ Ինչ վերաբերում է 2020-2023 թվականների ռազմական գործողություններին եւ դրանցում պաշտպանության բանակի զինծառայողների ստորագործություններին, ապա դրանք գործող իշխանությունները փաստորեն ստվերի տակ են թողնում, որպեսզի արդարացնեն իրենց ոչ ճիշտ կառավարումը եւ բոլոր առումներով ձախողումը։ Բայց հաստերը համառեն եւ վկայում են այն մասին, որ թե 2020 եւ թե 2023 թվականներին եւ դրա միջակայքում պաշտպանության բանակի զինծառայողները իրենց քաղաքացիական եւ հայրենասիրական պարտքն են կատարել, պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները։ 1994-ի հրադադարից հետո Ադրբեջանը բոլոր այս տարիներին անհաշիվ դիվերսիոն հարձակումներ է գործել։ Դրանք բոլորը հետ են մղվել հակառակորդի համար կորուստներով։ Գրակահերթերը գրեթե ամենօրյա ռեժիմով էին։ Միայն 2016-ի քառօրյա ռազմական գործողությունների ավարտին է մի քանի դիրք ու մի քանի 100 հեկտար տարածք անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ Սակայն պատմաբաններն այդ ռազմական բախման արդյունքը հայկական կողմի պարտություն չեն համարում։ Պատկերն այլ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հայտնվեցին լայնածավալ ճակատային հրթիռահրետանային ճնշման տակ, հյուսիսային, կենտրոնական եւ հարավային ուղղություններով։ Հակառակորդը օդային գերակայություն էր ստացել անօդաչուների դեմ արդյունավետ հակազդելու հայկական կողմի խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում։ Չնայած 2020-ի ռազմական գործողությունները հաջողությամբ չփսակվեցին, հայերի համար արցախյան թեման փակված չի կարող համարվել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարակ ազնատվությունը չի կարող համարվել վերջ, դա ադրբեջանցիներն են համարում իրենց այսպես կոչված հաղթական պատերազմի ավարտ։ Մենք դրա հետ երբեք չենք համակերպվել, չենք համակերպելու եւ մեզ համար անընդունելի են թե 20 թվականի եւ թե 2023 թվականի սեպտեմբերյան ռազմագործողությունների անարդարացի հետևանքները։ Ըստ Մհեր Հարությունյանի, մեզ համար ամենակարևոր դասը այս ամենից այն է, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք կանխարգելի չարված հասցնելու մարտավարությանը, դիմակայենք հիբրիդային պատերազմին։ Եթե պաշտպանության բանակին թույլատրվեր կատարել կանխարգելիչ գործողություններ 2020 թվականի հարձակման նախօրեին, ապա պատերազմի ելքը այլ կլիներ։ Իմ խորին համոզմամբ ես ինչքան ուսումնասիրում եմ, եթե օրինակ պաշտպանության բանակին թույլատրվեր կանխարգելիչ հարված հասցնել թշնամու կենտրոնացման շրջաններին, ապա սեպտեմբերի 27-ի լայնածավալ ագրեսիան կխափանվեր, կհետաձգվեր եւ հնարավորություն կստեղծվեր պաշտպանական ուժերը ավելի ստվար ձևով կենտրոնացնելու, ռեսուրսները մոտեցնելու եւ հակահարվածի հնարավորությունները մեծացնելու համար, ինչը անհասկանալի պատճառներով չիրականացվեց։ Մայիսի 9-ը մեզ հիշեցնում է, որ հաղթանակը հնարավոր է, երբ կա կամք, միասնություն եւ վճռականություն։ Պաշտպանության բանակը ոչ միայն կռվել է մինչև վերջ, այդ թվում 2023-ի սեպտեմբերյան աղետի օրերին պատվով ու քաջությամբ, այլև դարձել է գաղափարի կրող ու խորհրդանիշ, որ Արցախը հնարավոր է պահել կամ վերադարձնել պայքարով։
Իսկ պայքարը շարունակվելու է։ Հայրենիքի անվտանգությունը սկսվում է գաղափարից ու հավատից։ Մոնիկա Հայրոյան, Renews Armenia։